Պարոն Կարապետյան, Թումանյան համայնքից եմ, Լոռու մարզի, փոքր քաղաք է, արդյունաբերական, հող չունենք ընդհանրապես, գործարանները փակվել են, իմ ժողովրդի խնդրանքը, որ մեր արդյունաբերությունը զարգացնենք։ Դա մեր ծրագրի մեջ կա, հիշում եք, 300,000 աշխատատեղ։ Դրա մեջ մտնելու է անպայման վերականգնել բոլոր, փորձելու ենք բոլոր արդյունաբերական հզորությունները, որը գոյություն ուներ, հիմա գոյություն չունի, բայց այս իշխանությունները մտան քաջարանում, սկսեցին իրենց գռդոնը անել, էլ իրենց հետաքրքիր չէր հարցեր լուծելը, որովհետև հիմա ինչ կա, իրենց շատ է ձեռնտու։ Նրանք լավ տեղավորվել են քաջարանում, Թեղուտում, իրենց հարցերը լուծում են, դրա համար ոչ մեկի հետաքրքիր չի, որ նորից մենք վերամշակենք հողը, ստանանք պղինձ, պղինձից է նորից ստանանք, մենք հիմա պղինձը առնում, չգիտեմ որտեղից բերում ենք, որ Տաշիրի մեր ստեղծած կաբելի գործարանը աշխատի, երբ որ մենք 100,000 տոննա պղինձ տանում ենք Չինաստան ենք տալիս, պատկերացնում եք ինչ ծախսեր ենք անում, էֆեկտիվությունը լրիվ գցում ենք, մենք էլ գնում ենք ուրիշ տեղից պղինձ ենք բերում։ Ընդամենը մեկ գործարան է պետք, որ վերամշակի ամբողջ Հայաստանի կոնցենտրատը։ Մենք նույնիսկ նախագծերի մասով ահագին առաջ են գնացել, դա կլինի մեր ամենաարագ գործը, որ մենք կանենք։ Բացի դրանից մենք նայելու ենք ինչի հնարավորություն կա, վերականգնելու են գործարանները, պետք է նայենք ինչն է ձեռնտու Հայաստանին։ Մենք շատ մեծ ակցենտ դնելու ենք Լոռվա բնության վրա, տուրիզմը շատ արագ է զարգանում, շատ արագ, ու փորձելու ենք սկսենք սկզբից մարդկանց աշխատատեղերով ապահովենք, որ չթողեն գնան, մենք որ սովորում ենք դպրոցում, 750 երեխա ենք սովորում, հիմա մնացել ընդամենը 130 երեխա, դուք պատկերացնում եք ինչ կան անկում կա, բայց մեր գյուղը գոնե հաջողված գյուղ է, ահագին հարցեր մենք գյուղի համար լուծել ենք, ես պատկերացնում եմ այն գյուղերի վիճակը, որտեղ բացի ասֆալտից ոչ մի հարց լուծած չի, ասֆալտը տանում են գյուղեր, բայց այդ գյուղերում մարդ չի ապրում, ես դրա մասին եմ ասել, իմաստը որն է, տանում եք դպրոց եք սարքում մի գյուղում, 240 հատ դպրոց փակում են, մի 30 հատ սարքել են ու ուրախանում են։ Մի գյուղում սարքում են, 4 գյուղում փակում, մեր մոտ, այսինքն այդ գյուղում էլ երեխա չի ծնվել, այդ 4 գյուղ։ Բա այդ է, մենք դրա համար գնում ենք հիմնական հարցը լուծելու առաջի հերթին, դրա համար նայել եք, չեք նայել, Մելոյան Գոհարը, եթե պետք է մի հատ էլ ներկայացնի, նայել եք, դա լինելու է մեր պետության գլխավոր ծրագիրը, դա այդ ծրագրի առաջի մասն էր, այդ ծրագիրը լինելու է շարունակական, մենք այնպես ենք անելու, որ ունենանք բնական աճ, պատկերացնում եք բնական աճը ծնվողների և մահացողների տարբերությունն է, ես հասկանում եմ իշխանության ցանկությունները, իրենք պլան ունեն դրած, սկզբից սահմանամերձ գյուղերն են հայատապում ադրբեջանցիներին լցնելու համար, բայց հենց մենք ապրել ենք ադրբեջանցիների հետ, կոնկրետ Տաշիրում մենք ունեինք ադրբեջանցիների գյուղեր, մի 6-7 հատ, դուք գիտեք իրենք ինչ արագությամբ բազմանում են, դեռ նախկինում սովետական ժամանակ այդ նպատակը այդքան ագրեսիվ չի եղել, հիմա դա լինելու է շատ ագրեսիվ, իրենց պետք է շատ արագ Թուրքիան միացնեն Ադրբեջանին, դրա համար ասում են խաղաղությունը, գիտեմ, որ այս հարցով ավելի արագ են միացնելու առանց զոհերի, բերելու են, լցնելու են ադրբեջանցիներին մեր երկիր, հետո էլ մի հատ ռեֆերենդում կանեն, որ մենք 3 բարեկամ երկրներ ենք, միանանք իրար պրծնենք, սրա մասին է խոսքը, վտանգը ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք, քան դուք պատկերացնում եք, այս նվաստացած վիճակը մենք մի օր պետք է կանգնեցնենք, այսինքն հունիսի 7-ին պետք է կանգնեցնենք,
փոխենք, Ժողովուրդ ջան, փոխենք։ Ես իմ շատ լավ կյանքը փոխում եմ սրա հետ։ Ինձ հավատացեք, իմ կյանքում սա վերջի բանն էր, որ ես կուզեի իմ ընտանիքի համար։ Բայց երբ մենք արդեն պատերազմ ենք հայտարարում մեր եկեղեցու դեմ, այսինքն ինչի մասին ենք խոսում։ Դրա համար պայքարելու ենք, լոռեցիներով ավելի ուժեղ ենք պայքարելու, որտեղ մեզ համար մեր լոռին շատ թանկ է։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։